Սյունիքի ճանապարհը Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է կոչել, ասել, որ այն կարող է բացվել մինչև 2028-ի վերջը։ Բաքուն նաև վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Թեժ կրքեր խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի նախագծի շուրջ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ընդդիմության նախագիծը։ Վարդան Ղուկասյանը 2 ամիս կմնա կալանքի տակ, կաշառքի գործով Գյումրու քաղաքապետարանի 8 պաշտոնյա է անցնում։ Հունվարի 1-ից պարտադիր զինծառայությունը կտևի ոչ թե 2, այլ 1.5 տարի, ինչի հաշվին է կրճատումը։ Հայ եկեղեցին վարկաբեկելու համար կարգալույծ է հռչակվել Հովհանավանքի քահանատեր Արամը։ Նրա հաղորդմամբ է կալանավորվել Արագածոտնի թեմի առաջնորդը։ Համայնքապատկան հողերի արժեքը բազմապատկվել է հարյուրներով, հազարներով, հողի գնի հաշվարկի կարգը։ Ֆիշինգի նոր հնարամիտ սցենարներ հակերներից, կիբերհանցագործները խոսում են Կենտրոնական բանկի եւ ազգային անվտանգության աշխատակիցների անունից։ Պետական պարտքը մոտենում է 14 միլիարդ դոլարի, նոր դրամաշնոր վարկ Գերմանիայից, որ կծանրանա քաղաքացիների ուսերին։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Իլհամ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է անվանել Սյունիքով անցնող Թրամփի ուղին, ասել, որ այն կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջը։ Աստանայում ելույթի ժամանակ Ալիևն ասել է, որ Ադրբեջանում ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության ստեղծման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա կեսերին եւ հույս ունի, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն։ Նոր փուլ է սկսվել խաղաղության փուլ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, հայտարարել է Ալիևը։ Նրա ձևակերպման վերջին բախումների 2 տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի բավականաչափ բարձր մակարդակ։ Ալիևը Աստանայում հայտարարել է, թե Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նրա խոսքով առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի տեղափոխումն է եղել դեպի Հայաստան։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաեւ գործնական արտահայտում ունի, ասել է Ալիևը։ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման վերաբերյալ, գրել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ըստ Նազելի Բաղդասարյանի, այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ խաղաղության ինստիտուցիոնալացման գործում։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թբիլիսիում է, նախատեսված է նրա եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Վաղը Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին։ Հարյուրավոր բեռնատարներ կանգնած են մնացել Հայաստան-Վրաստան պետական սահմանային անցակետերում, Բագրատաշենում 250 բեռնատար է կուտակվել, ճանապարհը երկկողմանի փակ է, միայն մարդատար մեքենաներին են թույլ տալիս հատել սահմանը։ Այսպես են հայ վարորդները արտահայտում իրենց բողոքը նախորդ գիշերվանից սկսած, մինչև այդ նրանք օրեր շարունակ կառավարության շենքի առջև էին պետությունից իրենց խնդրին լուծում պահանջում, որ Ռուսաստանը չեղարկի նոր կարգը եւ չմերժի իրենց մուտքը 90-օրյա ժամկետը գերազանցելու պատճառով։ Այս պահի դրությամբ Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետը կարելի ասած արդեն փակ է, ոնց խոստացել էինք։ Գիշերվանից սկսած հանրապետությունից Վրաստան տանող մայրուղիներին այս տեսարանն է։ Իրենց խոստմանը համաձայն փոխադրող ընկերություններում աշխատող եւ անհատ բեռնափոխադրող վարորդները փակել են ճանապարհները, մարդիկ ստիպված են դիմել այս միջոցին։ Նախորդ տարերին վարորդները կառավարության շենքի առջև մի քանի անգամ ակցիաներ են կազմակերպել, որպեսզի կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեն Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության հետ կապված խնդրին։ Այդ երկրում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն առանց վիզայի կարող են գտնվել տարեկան 90 օրից ոչ ավելի, նախկին 180 օրվա փոխարեն։ Այս պատճառով տասնյակ վարորդների մուտքը Ռուսաստան արդեն արգելվել է։ Հարյուրավորներն էլ այդ վտանգի առաջ են կանգնած։ Բոլոր ընկերություններից բռնած միջև անհատը, միջև են 3 տոննիկ մեքենա։ Արգելափակվելու է մուտքը դեպի Ռուսաստան։ 7000 վարորդի մասին է խոսքը։ Ինչու է անբավարար տարեկան 90 օրը Հայաստանից ապրանքների արտահանման եւ Ռուսաստանից ներկրման համար։ Մարդատար ավտոմեքենայով Ռուսաստան ուղևորված մարդկանց համար դա իսկապես կարող է անհասկանալի թվալ։ Իմ 90 օրվա օրերից
49 օրը ես կանգնել եմ Վլադիկավկազում։ Ես Լարս անցա, Մոսկվա գնացի, հետ եկա, իմ Մոսկվա հետ գնալ գալը միջև Վլադիկավկազ նորից քաշում է 5 օր։ Իսկ ես Վլադիկավկազում 12 օր կանգնում եմ հերթի, որ գամ Հայաստան։ Իրանք այդ կանգնած օրերը մեզ օր են հաշվում։ Այսինքն այս տրամաբանությամբ կազմակերպված երթևեկության պայմաններում տարվա ընթացքում մի քանի ուղևորությունից հետո հայաստանցի բեռնափոխադրողների համար լրանում է սահմանված 90 օր սահմանաչափը։ Սա սակայն միայն հազարավոր վարորդների եւ նրանց ընտանիքների խնդիրը չէ։ Այս մարդկանց աշխատանքից է կախված Հայաստանի բնակչության բարօրությունը։ Սա ձեր վրա էլ ազդելու, այն ոտքով քայլող մարդու վրա էլ, այն տրանսպորտի մեջ գնացող մարդկանց վրա էլ, բոլորի վրա էլ ազդելու է։ Ոչ արտահանվելու է, ոչ ներկրվելու է ապրանքները։ Հացի խնդիր է լինելու, ձեթի խնդիր է լինելու, հեղուկ գազի խնդիր է լինելու։ Կառավարության ներկայացուցիչները նախորդ օրերին վստահեցնում էին, որ տեղյակ են խնդրից եւ բանակցում են ռուսական կողմի հետ մեզ համար դրական լուծում ստանալու համար։ Առայժմ ամեն ինչ սահմանափակվում է խոստումներով։ Գետնի վրա ռուսական կողմը շարունակում է արտաքսել հայ վարորդներին եւ արգելափակել նրանց մուտքը Ռուսաստան։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այվ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ։ Իդեպ, օրերս տեղեկատվություն տարածվեց, որ դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսների վարորդներին են սկսել տուգանել Վրաստանի ճանապարհներին։ Տուգանքները բավականին մեծ են, իսկ հայաստանցի վարորդները չեն կարողացել պարզել, թե ինչն է նրանց նկատմամբ համընդհանուր նոր մոտեցման պատճառը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Թեժ կրքեր խորհրդարանում, որտեղ այսօր քվեարկության է դրվել վարչապետին իմպիչմենտ հայտարարելու նախագիծը ազգային ժողովի օրակարգ բերելու հարցը։ Ընդդիմությունը կարծում է, որ օր առաջ անհրաժեշտ է հեռացնել գործող իշխանություններին որպես գործիք օգտվելով իմպիչմենտի հնարավորությունից։ Խորհրդարանական մեծամասնությունը քվեարկությամբ մերժել է նախագիծը։ Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկման շուրջ ընդդիմություն իշխանություն փոխհրաձգություն է։ Պատգամավորները տարբեր ոլորտներում ձախողումների համար միմյանց են մեղադրում։ Ոչ մեկը սակայն ոչ մի թևում իր բաժին մեղքը չի ընդունում։ Խնդրում եմ, գրանցվեք ստեղ, եկեք եւ դատապարտեք։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը համարում է, որ օրվա կառավարիչների գործունեությունը համակարգային ճգնաժամի է հանգեցրել պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն ավելի ուժգին պրոցեսներ եւ նույնիսկ նաեւ դատավճիռներ, որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Իշխող ԿՊԱ-ական պատգամավորները ընդդիմության ներկայացրած փաստաթղթում քաղաքական իրարամերժ դատողություններ են տեսնում։ Իշխանական թևը ընդդիմադիրներին մեղադրեց կառավարման ձախողման մեջ։ Ըստ ԿՊԱ-ականների ընդդիմադիրներն են հայտնվել։ Նրանք օրինակ բերեցին Գյումրիի վերջին աղմկահարույց դեպքը։ ԿՊԱ-ականները գնացին ասան 21-ի ընտրություններ, թե ընդդիմադիրներն էին այդ ժամանակ անօրինական գործողությունների մեջ եղել։ Պատգամավորներ են քրեական գործով անցնում։ Ընդդիմադիրներն էլ իշխանական թևին սկսեցին մեղադրել։ ԿՊԱ-ական տարբեր համայնքի ղեկավարներ հենց կոռուպցիոն սխեմաների մեջ են ընդգրկված եղել։ Մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք դուրս են եկել իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, հայտարարել են, թե չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին։ Մենք խոչընդոտ չենք հանդիսանա, մենք չենք տորպեդահարի, մեր համար կան որոշ բաներ պարզաբանելու համար եւ հետեւաբար մենք ձեռնպակ քվեարկենք այս պահին։ Քլը չէ ոնց է, պարոն Ռուբինյան։ Լավա, չէ։ Երկրում չկա ճգնաժամ, հարց է տալիս ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավորը, ասաց կարող է հատ առ հատ թվարկել, ինչ ճգնաժամի առջև են կանգնած։ Թելը գնացեք Բագրատաշեն եւ մյուս անսահմանային անցման կետեր տեսեք, կա ճգնաժամ թե չկա։ Հələ մի հատ բյուջեի նախագիծը կարդացեք, տեսեք, կա ճգնաժամ թե չէ։ Հիմնավորվում է դրանում արտացոլված բոլոր հիմնավորումները այս կառավարությանը տուն ուղարկելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս
նախագծին եւ impeachment-ի բոլոր հնարավոր մեռելացին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում։ Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր պատիվ ունեն խմբակցության ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարությանը 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպատ ձայների հարաբերակցությամբ արդեն իսկ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբը դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչատյանում Գյումրիի քաղաքապետին 2 ամսով կալանավորելու որոշումը դատարանը այսօր առավոտյան է հրապարակել բավարարելով հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Հիշեցնեմ, 3 Գյումրիի համայնքապետարանի շենք ներխուժած ազգային անվտանգության հատուկ ջոկատայինները 5 ժամ գործողություն իրականացնելուց հետո քաղաքապետին բերման ենթարկեցին հետնամուտքից։ Ավելի ուշ պաշտոնապես հաղորդվեց, որ քաղաքապետ Ղուկասյանը, գլխավոր ճարտարապետն ու եւս 6 պաշտոնյա կոռուպցիոն համաձայնության են եկել քաղաքի ինքնակամ շինություններից մեկի սեփականատիրոջ հետ այդ կառույցը չքանդելու, ավելին այն օրինականացնելու շուրջ։ Ակնհայտ մարդկային վատ վերաբերմունք է դրսևորել, դա այդպես է, որովհետև երեկվանից ժամը 10-ից մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ։ Իսկ ինքը նաև ունի շաքարային դիաբետ։ Միգուցե այս պահին ես լիազորված չեմ խոսելու իր առողջության վերաբերյալ, բայց այնուամենայնիվ մարդը սնունդ չի ստացել։ Մարդը չունի իր հագուստը, այսինքն այս պայմաններում պետք է ունենա համապատասխան հագուստ։ Եղանակն է երեկվանից փոխվեց, հիմա ավելի կտրուկ նվազել է ջերմաստիճանը։ Սրանք այն մասին են խոսում, որ այդ ձերբակալություն գործողությունը եղել է բացարձակ ապօրինի, դրա անհրաժեշտությունը չի եղել։ Գյումրիում ձերբակալվածների մեջ նաև անչափահաս անձինք կան, հայտնել է փաստաբան Հայկ Հարությունյանը։ Հիշեցնեմ, Վարդան Ղուկասյանի ձերբակալության ընթացքում 3 Գյումրիի քաղաքապետարանի մոտ ի պաշտպանություն քաղաքապետի զանգվածային հավաք էր, 33 քաղաքացի ձերբակալվեց։ Ըստ քննչական կոմիտեին նրանք ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այժմ այն մասին, թե ինչ են գիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Հունվարի 1-ից պարտադիր զինծառայությունը կտևի ոչ թե 2, այլ 1.5 տարի, ինչի հաշվին է կրճատումը։ Հայ եկեղեցին վարկաբեկելու համար կարգալույծ է հռչակվել Հովհանավանքի քահանատեր Արամը։ Նրա հաղորդմամբ է կալանավորվել Արագածոտնի թեմի առաջնորդը։ Համայնքապատկան հողերի արժեքը բազմապատկվել է հարյուրներով, հազարներով, հողի գնի հաշվարկի կարգը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին տեղափոխվել է Փարիզի Սանտե-Բանդ, որտեղ մենախցում պետք է կրի իր 5 տարվա ազատազրկման պատիժը։ Մոտ 1 ամիս առաջ դատարանը ապացուցված համարեց, որ 2007 թվականին Սարկոզին իր նախընտրական արշավի ծախսերի մի մասը հոգացել էր Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիից ստացած գաղտնի նվիրատվությունների հաշվին։ Սարկոզին մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը։ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շինծու դատավարության ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբանից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու խնդրանքով։ Դատարանը բավարարել է միջնորդությունը կարճատև ընդդիմությունից հետո Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբան Բերմանից, հիմնավորելով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարությունից։ Կես տարով ավելի քիչ են բանակում մնալու զինապարտները։ Փաշինյանը այսօր տեսաուղերձով է տեղեկացրել, ասել, որ արդեն հունվարից պարտադիր զինծառայության ժամկետը կկրճատվի, կդառնա 1.5 տարի։ Հայտարարությունը որքան ուրախացրել է ձմեռային զորակոչի ենթակաների ծնողներին, նույնքան մտահոգել է փորձագետներին։ Ինչի հաշվին է կրճատումը, եթե պայմանագրայինների ավելացում բանակում չկա։ Ադրբեջանն էլ ավելացնում է ռազմական բյուջեն, հարձակողական նորագույն զենքեր գնում։
Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու 2 տարվա փոխարեն 1.5 տարի սահմանելու պաշտպանության նախարարության առաջարկը, որ գերատեսչությունը հիմնավորում էր պայմանագրային զինծառայողների թվի աճով, ինչպես նաև կանխատեսում, թե այսպես պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերը նվազելու են, ուժի մեջ կմտնի ոչ թե հաջորդ 2026 թվականի ամառային, այլ առաջիկա ձմեռային զորակոչից, տեղեկացնում է վարչապետը Facebook-ում հրապարակելով հատուկ տեսաանդրադարձ։ Իշխանության ներսում են քննարկել, որոշել։ Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Պաշտպանական գերատեսչության այս աղմկահարույց նախագիծը, որ փորձագիտական եւ նույնիսկ նախկին բարձրաստիճան զինվորականների շրջանում լայն դժգոհությունների ալիք էր բարձրացրել, ինչու կառավարությունը որոշեց ավելի շուտ գործարկել։ Վարչապետն իր տեսանյութում այս հարցին չի պատասխանում, չի պարզաբանում, այլ մանրամասներ չի ներկայացնում։ Փոխարենը փորձագիտական համայնքում են սրվում մտահոգությունները։ Անձնակազմի թվականակը որոշվում է քաղաքական ղեկավարության կողմից ռազմական ղեկավարության առջև դրած խնդրի կատարման տրամաբանությամբ։ Հիմա երբ որ դուք կրճատում եք, սա նշանակում է, որ քեզ մոտ այսպես կոչված քննության խաղաղություն է, որտեղ եթե հիմնավորվում է, որ այդ 6 ամիս կրճատելով պայմանագրայիններն են զորակոչելու, դա կեղծիք է։ Կրիտերիաներ չի դրվում։ Փորձագետը նկատի ունի այն բոլոր սոցիալական ծրագրերն ու ձևաչափերը, որոնք դեռ 90-ականներից մոտիվացնում էին զինվորական պատրաստվածություն ունեցող եւ հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին, ովքեր փաստացի ոչ միայն իրենց տունն էին պաշտպանում, այլ նաեւ աշխատում։ Հետևաբար, երբ որ իրենք կրճատում են ծառայության ժամկետ, իրենք պակասեցնում են ինչ? Անձնակազմ։ Եթե պակասեցնում են անձնակազմ եւ չկա սոցիալական փաթեթ մոտիվացիա պայմանագրայիններով բանակը համալրելու, նշանակում է իրականում քո բանակի թվակազմը պակասեցում։ Այսինքն գալու է մի բան, որտեղ Ազոր Ադրբեջանը ունի 100,000 բանակ սպառած են։ Հայաստանը ունի 10,000 բանակ, որտեղ պայմանագրայինները չեն ուզում պայմանագրային ծառայություն, ժամկետային զինծառայողներն էլ զորակոչ չկա։ Օրեր առաջ էր տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանը մինչև հաջորդ տասնամյակ նվազեցնելու է ռազմական ծախսերը։ Կեղծիք էր։ Հերթական այս ազեր ֆեյքը երկար կյանք չունեցավ։ Մասնագետները տեղն ու տեղը պարզեցին ջրերը, հիշեցնելով, որ միայն օրինակ հայ-ադրբեջանական նախախաղաղության ամերիկյան գագաթնաժողովից Ալիևը Բաքու տարավ նաև չեղարկված 907-րդ բանաձևը եւ մինչև հենց իրենց նշած ժամկետը 2030-ը դեսուդենից ավելի թանկ գին վճարելով զենք զինամթերք գնելու փոխարեն պարզապես ուղիղ, առավել մատչելի ու շահավետ առուծախի մեջ են մտնելու։ Ադրբեջանը ինքը ոչ միայն ավելացնում է, ինքը նաև սպառազինությունն է հարձակողական առաջին հերթին։ Տանկային մեծ ստորաբաժանումներով զորաբարձություններ են դառնում։ Տանկային զորաբարձությունը հարձակողական զենք է, ոչ պաշտպանողական։ Հետաբար Ադրբեջանը զինվում է, Հայաստանը կրճատում է իր զին անձնակազմը։ Ի տարբերություն Բաքվի, սակայն հիշեցնեմ, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես նաև հայտարարել է եկող տարի ավելի քան 15% կրճատել ռազմական բյուջեն, ինչն իշխանականները համարում են մեր երկրի շահերից բխող որոշում, ընդդիմադիրները հակառակը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ 172 ճարտարապետներ դիմել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամին եւ կրթության ու մշակույթի նախարարությանը Հայոց ցեղասպանության հուշարձանի հետ կապված մի շարք առաջարկներով, մասնավորապես անհապաղ դադարեցնել հուշարձանի վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ ներգրավելով փորձառու մասնագետների, պատվիրել վերականգնման նոր նախագիծ, որը կներառի արդեն իսկ վնասված 3 մույթերի վերականգնումը։ 9 մույթը, որոնք ձեռք տված չեն, իրանք պետք է ունենան իրանց հետազոտման աշխատանքները եւ արդյունքները, իսկ 3 մույթը, որոնք որ բացվել են, անհրաժեշտ է ունենան իրանց հետազոտման աշխատանքներն ու արդյունքները։ Այնտեղ պետք է սեյսմիկ վերլուծությունը մույթերի, ուլտրաձայնային վերլուծությունը բարձելու համար, որտեղ կան խոռոչներ, ինչ վիճակում են, նյութաբանները պետք է աշխատեն, որ ասեն, որ հանքերից էին բերված քարերը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հովանավանքի քահանա Տեր Արամը, հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Մայրաթորի կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որ Տեր Արամը հրապարակային ելույթներով եւ հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։
Կարգալույց եկեղեցականը այսուհետև կդասվի աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան Ավազանի անունով։ Հիշեցնեմ, որ Տեր Արամի հաղորդման հիման վրա կալանավորեցին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Տեր Գարեգին Արսենյանը, ձերբակալվեցին 5 քահանաներ։ Տեր Արամը հարցազրույցի ժամանակ եթերում պնդել էր, որ 2021 թվականին եկեղեցու ներսում եղել է պարտադրանք քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքների մասնակցելու։ Այսօր ավելի ուշ կարգալույց հոգևորականը հայտարարել է, որ պատրաստվում է Կիրակի պատարագ մատուցել Հովանավանքում։ Ի դեպ Փաշինյանը Facebook-ով տեղեկացրել է, որ մասնակցելու է այդ պատարագին։ Համայնքից հող առնել տուն կառուցելը գյուղացիների համար կբարդանա։ Նոր կարգի համաձայն համայնքապատկան հողի գինը շուկայական արժեքով կհաշվարկվի, ինչը մի քանի զրո կավելացնի թվին, ընդ որում մայրաքաղաքից գնահատող խումբն է գնալու արժեքը որոշելու։ Փորձագետները մտավախություն ունեն, որ հողի մշակը իր գյուղի հողերից օգտվել չի կարողանա, փոխարենը այն հարուստներին բաժին կհաստնի։ Հայաստանում փոխվել է հողերի աճուրդի կարգը։ Եթե նախկինում պետական կամ համայնքային հողերի վաճառքի մեկնարկային գինը որոշվում էր կադաստրային արժեքով, ապա այսուհետև կիրառվելու է շուկայական գինը։ Մի քանի տասնյակ, իսկ որոշ դեպքերում հարյուրավոր անգամ բարձր։ Օրինակ Գյումրիում 12.5 անգամ ավելի բարձր թիվ են ներկայացրել 1 քառակուսի մետրը 25,000 դրամ։ Անօթևանության խնդիրը 30 տարուց ավել չհաղթահարած այս քաղաքում շատերը բնակարանային խնդրի լուծումը տեսնում են հենց իրենց տնակների տարածքում տուն կառուցելով։ Հող գնելը նրանց համար եւս բարդ է։ Նույն խնդիրը կա նաեւ նոյեմբերյանում։ Բաղանիսի վարչական ղեկավարի խոսքով մինչև հիմա 1 քառակուսի մետրի արժեքը օրինակ նոյեմբերյանում եղել է 100 դրամ։ Դրանք ըստ նրա ամենավերջին կարգի հողերն են։ Հիմա կառավարության որոշմամբ գնահատող կազմակերպությունն է որոշելու դրանց արժեքը։ Մեր մոտ խնդիրը չի ելել, քանի որ գինը շատ հարմար այլել, բոլորը ով ուզեցել օգտվել է, բայց այս պայն է, որ փոխվեց գնահատող կազմակերպելու։ Եկել են գյուղում 5 հատ հող են մի ամիս 2 ամիս առաջ գնացել դեռ խաբար չկասեն չենք կարող գնահատենք։ Տարեսկզբին վարչապետ Փաշինյանն էր կառավարության նիստին հողերի աճուրդներին անդրադարձել, շեշտել, որ դրանք հիմնականում ձևական են։ Գլխավոր դատախազն էլ հավելել էր, թե քրեական վարույթների մեծ մասը հողերի ձևական աճուրդների համար են հարուցված, հիմնականում փոխկապակցված համայնքների ղեկավարների հետ։ Գլխավոր դատախազը առաջարկներ էր ներկայացրել կառավարությանը ու առաջարկել, որ շուկայական արժեքը սահմանվի մեկնարկային գին։ Մեր առաջարկն է նաև որոշակի կատեգորիայի հողեր թողել անօտարելի, որովհետև մենք ունենք իրավիճակներ, ռեալ այսօր հողի վրա իրավիճակներ, երբ արոտավայրի վրա մի ամբողջ այգի է կառուցված, բայց հողի կատեգորիան արոտավայրը շատ փոքր չնչին վարձավճարներով։ Փաստաբանը բացատրում է, ինչ ասել է, թե ձևական բնույթ են կրում։ 2004-2005 թվականների գնահատման չափորոշիչները խիստ տարբերվում են ներկայիս չափորոշիչներից։ Այսինքն պետք է հաշվի առնել, թե դա տարբեր ժամանակներում ինչպես է կատարվել։ Այժմ անշարժ գույքի գնահատման օրենսդրությունն ու կարգը շատ ավելի ծավալուն է։ Պետք է համապատասխանեն չափորոշիչների ու որոշակի վերլուծություններ կատարվեն, որոնք նախկինում չկային։ Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը փոքր երկիր է, առավել եւս համայնքները փոքր համայնքներ են, ի տարբերություն ներկայիս ժամանակահատվածի, խոշորացումներ այն ժամանակ չկային։ Մարդիկ կարող են այո ճանաչել միմյանց, ընկերներ լինել, ինչու ոչ ազգականներ, բայց ինքնին այդ կապը անձանց, առավել եւս գյուղական համայնքներում, չի կարելի մեկնաբանել միայն, որ դա եղել է այսպես կոռուպցիոն գործարք։ Շուկայական գնի կիրառումը ըստ պատասխանատուների միտված է ավելացնելու բյուջետային մուտքերը եւ կանխելու հողի անարդյունավետ օգտագործումը։ Նախաձեռնությունը դեռ նոր է, իսկ փորձագետները արդեն զգուշացնում են, պետք է մշակվի մեխանիզմ, որը թույլ չի տա, որ հողերը կենտրոնանան մի քանի խոշորների ձեռքում գյուղացիների հաշվին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Վաղար շաբաթի Մեծրոպ Մաշտոցի անվան առաջին դպրոցի 38 ուսուցիչ կրթության նախարարության մոտ բողոքի ակցիա են կազմակերպել, պնդում են, թե դպրոցի տնօրենը անօրինական է ազատվել։ Նրանք դիմում են փոխանցել նախարարության ներկայացուցչին, տնօրենին ազատելու պատճառը ըստ որոշման նրա քաղաքականությամբ զբաղվելն է։ Ուսուցիչները սակայն վստահեցնում են, Պետրոսյանը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու որևէ կուսակցության անդամ չի եղել։ Նրանք պնդում են, թե պատճառը վաղար շաբաթ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ ունեցած անձնական խնդիրներն են։ Դրանքը առաջադրվել է մարզպետարանի կողմից եւ բացատրվել է, որ տնօրենը քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել եւ հետո արդեն ամսի 17-ին են մեղադրական նամակն են ստացել դպրոցի մելով ամենայն հավանականությամբ, իսկ արդեն 2 շաբթի օրը
այն, որ նա ազատված է աշխատանքից։ Լավ, շատ լավ։ Եթե հարցը իրավական դաշտում չի, այլ հարց է, այդ դեպքում առաջարկում եմ ուղղակի դուք այն ինչի համար որ հավաքվել եք, տեսա նաև որ դիմում ունեք։ Առաջարկում եմ դիմումը փոխանցել ինձ, մենք նախարարությունը կուսումնասիրենք։ Կրկին դադարմեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ֆիշինգի նոր հնարամիտ սցենարներ հակերներից, կիբերհանցագործները խոսում են Կենտրոնական բանկի եւ ազգային անվտանգության աշխատակիցների անունից։ Պետական պարտքը մոտենում է 14 միլիարդ դոլարի, նոր դրամաշնոր վարկ Գերմանիայից, որ կծանրանա քաղաքացիների ուսերին։ Մեթեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Հաքերները իրենց սև գործն անելու գումարներ շորթելու համար բարդ սխեմաների են անցել, ոչ միայն արհեստական բանականության գործիքներն են հմտորեն բանացնում, հարազատների ձայն ու կերպարը կեղծում, նաև ազգային անվտանգության և Կենտրոնական բանկի աշխատակիցների անունից են խոսում մարդկանց գցում թակարդը։ Facebook-ն ու Instagram-ը հերիք են, որ կիբերհանցագործները ձեր անձնական կապերի և շփումների մասին տեղեկանան ու ֆիշինգի սցենարը արդեն պատրաստ է։ Գումարի շորթման նոր տարբերակ են գտել կիբերհանցագործները, ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։ Սխեման այսպիսին է՝ կեղծ WhatsApp Viber հաշվով ձեզ հետ կապ է հաստատում ձեր վստահելի մարդկանցից մեկի կրկնօրինակը։ Նամակագրությամբ տեղեկացնում, որ ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է լուրջ խնդիր եւ որ ինքն էլ բարեխոսել է ձեզ համար։ Այնուհետև զանգահարում է ազգային անվտանգության ծառայության կեղծ աշխատակիցը, խոսում է ռուսերեն ու հայտնում, որ Ադրբեջանից նրա հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, աշխատակիցը պատճառաբանում է. Սա Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է ու նյութերը պետք է օգտագործվեն նաև դատարանում։ Եվ որպիսի արժանահավատ թվան, Կենտրոնական բանկի անունն են տալիս ու պնդում, թե քաղաքացին պետք է իր գումարները բանկից կանխիկացնի, ուղարկի նոր հաշիվ, որպիսի այդ գումարների հետ չխառնվի։ Սա խոսակցությունը կարողանում է, որ մարդը կանխիկացնի իր գումարը բանկային հաշվի վրա եղած։ Ու հետո փոխանցի իբր այդ Կենտրոնական բանկի կամ բանկի աշխատողի տված անվտանգ հաշվի վրա։ Ու բնականաբար այդ գումարը գնալու է կորի։ Օրինակ ուկրաինական նման խմբերը, որոնք աշխատում են պետական կառույցների, այսպես ասած, ձևամանոցի տակ, գումարը ապշտակելուց հետո արդեն սկսում են օրինակ շանտաժի ենթարկել եւ պահանջել, որ մարդիկ ինչ որ գործողություններ անեն գումարը հետ ստանալու համար։ Պարզվում է, թիրախավորվում են հատկապես քաղաքասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Մեդիափորձագետները մտավախություն ունեն, որ թիրախավորումը կարող է ավելի լայն տարածում գտնել։ Ասում են, խաբեբաները լավ են նախապատրաստված։ Մանրակրկիտ հետազոտում են մարդկանց կապերը, ինչ որ լեգենդ հորինում ու անցնում գործի։ Քանի որ համացանցը շատ բան է թույլ տալիս, մարդիկ էլ անխնա իրենց անձնական տվյալները տարածում են ամենտեղ, ընտանեկան կապերը, ծանոթությունները, այնտեղ Instagram նկարներ եւ այլն, ու հնարավոր է լինում նկարներով, կոմենտներով, տարբեր ռեակցիաներով հասկանալ, թե ով ում այդ կապ ունի, ինչ կապ ունի։ Խաբեբաները կիրառում են այսպես կոչվող սոցիալական ինժեներիա, դա հոգեբանական էներգա մարդուն երկխոսության դաշտ են մտցնում, թե որի արդյունքում էլ արդեն կարողանում են մարդուն համոզել։ Այսպիսի կիբերհանցագործությունները ըստ փորձագետների տարածված են ամբողջ աշխարհում, հատկապես արհեստական բանականության դարաշրջանում։ Մասնագետներն ասում են, այս հնարքները շատ են կիրառում հատկապես հետխորհրդային պետություններում, որոնք համեմատաբար քիչ են տիրապետում թվային անվտանգության ժամանակակից մեթոդներին։ Երբ որ մարդը լսում է, որ իրան զանգել են ինչ-որ ուժային կառույցից կամ Կենտրոնական բանկից, օրինակ, ինքը ինչ ավելի լուրջ է լսում, էլի խոսակցությունը մատների անակրճին է։ Այստեղ ամենաառաջի բանը, որ պետք է չայկարտավոր զոհանի, պետք է զանգի իր հարազատին, հարցնի, դու եր ինձ զանգում օրինակ նոր WhatsApp-ով կամ Viber-ով, եթե զգա, որ պատասխանը բացասական է, պետք է անմիջապես դիմա ոստիկանություն, որտեղ դա կիբերհանցագործություն է։ Արհեստական բանականության մեր կյանք ներխուժումից հետո շատ բան փոխվեց։ Այսօր համակարգը մեկին մեկ կրկնօրինակում է մարդու ձայնը, դեմքը, ժեստերը ու հաճախ գրեթե անհնար է լինում տարբերակել իրականը անիրականից։ Մասնագետները հորդորում են այս օրինակ խնդիրներից խուսափելու համար պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը, փակելով սոցիալական ցանցերի եւ անձնական տվյալների հասանելիությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Գործադիրն առաջարկում է լուծարել ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող տեխանվտանգության ապահովման պոակը եւ փորձաքննության ու տեխնիկական քննության իրականացման ու եզրակացության տրամադրման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված անձանց։ Պատգամավոր Գեգամ Նազարյանը հիշեցնելով Սուրմալուի պայթյունը ներքին գործերի փոխնախարարին հարց է ուղղել 3 տարվա ընթացքում չպարզեցին, որն էր պայթյունի պատճառը, արդյոք տեխնիկական անվտանգությունն էր խախտվել եւ ով է պատասխանատվության ենթարկվել կատարվածի համար։ Չգիտեմ ավարտական ինչ են եղել պատճառները եւ հանգամանքները, եթե Սուրմալուի դեպքի մաս, եթե այնտեղ արտադրական վտանգավոր օբյեկտի հետ կապված խնդիր է եղել, ապա անպայման հանձնաժողովային կարգով դրան պատասխան տրվել է։ Նաեւ հավանաբար ներգրաված են եղել ՊՕԱԿ-ի փորձագետները։ Կարող է տեխնիկական անվտանգությունը կապ չուներ, կարող է ինչ-որ մեկը չարամիտ դիտավորությամբ պայթեցրել է եւ պահպանումն էլ լավ է իրականացրել, բայց չարամտություն է եղել, որ չգիտեմ ինչ նպատակով։ Ի վերջո 3 տարին կարծում եմ բավարար ժամանակ է, որ մենք այդ զոհվածների հարազատները իմանան ով է մեղավորը։ Ձեր հարցերի պատասխանները քրեական վարույթի շրջանակներում քննվող հանգամանքներ են եւ վարույթի արդյունքներով առավելապես դուք կարող եք ունենալ ձեր պատասխանները։ Ողբերգական հրդեհ Երևանում Ներսիսյան փողոցի բնակարաններից մեկում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են անգիտակից տղամարդու բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Մահացածի ձեռքին հայտնաբերվել է ծխախոտ, ինչի հետևանքով էլ հավանաբար առաջացել է հրդեհը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 84 միլիոն եվրո դրամաշնոր եւ վարկ։ Հայաստանի գործադիրը վարկ դրամաշնորը նախատեսում է ուղղել վերականգնվող էներգիայի մասնագիտական կրթության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, տարածքային կառավարման բարեփոխումների եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցությանը։ Ընդդիմադիրները հայտարարել են, թե իշխանություններն ըստ էության հերթական անգամ որոշել են մեծացնել առանց այդ էլ մեծ պետական պարտքը եւ որ այդ նպատակը իրականացնելու համար փորձել են ամեն կերպ քողարկել իրենց մտադրությունները, նախագիծը գեղեցիկ փաթեթավորման մեջ դնելով։ Հայաստանի պետական պարտքը կանցնի 13 միլիարդ 700 միլիոն դոլարից։ Հայաստանում մշտապես բնակվողները կարող են դառնալ խնամատար ծնող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված եւ խնամքի կարիք ունեցող երեխաների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ խնամատար ծնող կարող են դառնալ չափահասները, եթե վերջին 5 տարիների ընթացքում չեն հաշվառվել ոստիկանությունում որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։ Խնամատար ծնող դառնալու պարտադիր պայմաններից է նաեւ համապատասխան դասընթացների մասնակցելը։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Երևանում իրականացրել է խաղալիքների նմուշարում, որի արդյունքում պարզվել է, որ սլայմեր տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների եւ պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։ Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով շուկայի վերահսկողության տեսչական մարմնից կարգադրել են եղել կասեցնել արտադրանքի խմբաքանակի իրացումը, հետ կանչել եւ ոչնչացնել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել 206 ավտոմեքենաներ։ Հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 217 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15512 խախտում։ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որ իրավապահները Հայաստանում խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական գործունեությանը։ Նրանց նկատմամբ իրականացվում է հետապնդում։ Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ բարույթն իրականացնող եւ այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար, հայտարարել է Փաստաբանների պալատի ղեկավարը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, երբ կդադարի անձրևը, Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կացաներով։
Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների։ Ջերմաստիճանը կբարձրանա մոտ 4-ին, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 13-ից 16 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 23, Լոռիում 14-ից 17, Տավուշում 16-ից 20 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 20-ից 22, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 20-ից 23, Սյունիքի նախալեռներում 15-ից 18 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 7-ից 9, ցերեկը 20-ից 22, երեկոյան 13-ից 15 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։